Տիգրան Գրիգորյանի հայտնածի Պարտկով Գումարը վերցրել էր, Պարտկով Գումար էր խնդրել իր տեղակալից դեպքից մոտ 1 շաբաթ առաջ։ Մինչդեռ գործով պարզվեց, որ դեպքից 1 շաբաթ առաջ Տիգրան Գրիգորյանը Հայաստանի Հանրապետությունում չի էլ գտնվել։ Նա գտնվել է գործողման մեջ, հետևաբար Պարտկով Գումար վերցնելու վերաբերյալ պայմանավորվածություն չէր կարող լինել։ Ավելի ներկայացվում էր, թե Պարտկով Գումար է վերցրել ավտոմեքենա, անձնական օգտագործման ավտոմեքենա գնելու համար։ Գործով պարզվեց, որ ավտոմեքենան գնելու պայմանավորվածությունը Տիգրան Գրիգորյանը ձեռք է բերել նախորդ օրը, դեպքի անմիջապես նախորդ օրը։ Ընդ որում պայմանավորվածություն է ձեռք բերել ավտոմեքենան վաճառող քաղաքացու հետ, պայմանավորվել են, որ գումարի մի որոշ մասը տրվելու է որպես կանխավճար, մնացած գումարը տրվելու է ամանորյա տոներից հետո։ Տիգրան Գրիգորյանի մոտ կային նաև այլ գումարներ, եւ պարզվեց, որ այդ գումարներով Տիգրան Գրիգորյանը կարող էր ավտոմեքենան գնելու համար նախատեսված կանխավճարը վճարել։ Եվ նման պայմաններում արդեն անտրամաբանական էր դառնում, թե ինչու պետք է Տիգրան Գրիգորյանը Պարտկով գումար վերցներ ավտոմեքենա վճարելու համար, այն էլ գումարը վերցնել մի աշխատակցից, որի աշխատանքներից ինքը այնուամենայնիվ դժգոհ էր եւ ցանկանում էր նրան աշխատանքից հեռացնել։ Գործի հետ կապված նաեւ կային այլ մանրամասներ, մասնավորապես Տիգրան Գրիգորյանը դատարանում նաեւ փոխեց իր պատճառաբանությունը, որ գումարը վերցնելը կատարվել է շատ պատահաբար, Արսեն Պետրոսյանից Պարտկով գումար է վերցրել, գումարը խնդրել, Արսեն Պետրոսյանը չի կարողացել այն տալ, իսկ քանի որ ամանորյա տոն էին մեկնելու էր Հայաստանի Հանրապետությունից դուրս, իր տեղակալին ասել է, որ մեկնելու է, տեղակալը առաջարկել է 2 շիշ կոնյակ տալ որպես գործողման հանգստի մեկնելու ժամանակ անցկացնելու համար, ինքը պահանջել է կոնյակի փոխարեն իրեն տալ 10,000 ԱՄՆ դոլարի չափով գումար։ Ակնհայտ անտրամաբանական պատճառաբանություն, որը կարծում եմ հանրական մարդու մոտ իհարկե չէր կարող համապատասխան տպավորություն թողնել։ Մեղադրյալներ Արսեն Պետրոսյանի եւ Տիգրան Գրիգորյանի պատճառաբանություններն արարքի հանցավորությունը չեն վերացնում, մասամբ մտածածին են եւ նպատակ են հետապնդում շեղել քննության ընթացքը եւ խուսափել կատարածի համար պատասխանատվությունից, եզրակացնում է դատարանը, հիմնավորված համարելով հատուկ քննչական ծառայության առաջադրված մեղադրանքները։ Ամբաստանյանները տեսնելով իրենց ներկայացրած պատճառաբանությունների սին լինելու բացահայտումը, վերջի վերջո փորձում էին դատարանին համոզել, որ իրենք լիազորություն չեն ունեցել կատարելու Աղթալայի լեռնահարստացման կոմբինատ ընկերության օգտին այն գործողությունները, որում մեղսագրվում էր։ Իշալ պատճառաբանության տրամաբանությունն էր հասկանալի, քանզի նրանք մեղադրվում են տվյալ դրվագով ՀՀ իրական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում անհամեմատ ավելի մեծ ժամկետով, քան այն ժամկետով, որով ցանկանում են Ամբաստանյանը ներկայացնել իրենց մեղադրանքը։ Նրանք փորձում են դատարանին ներկայացնել, որ իրենք կատարել են կաշառք ստանալու պատրվակով խարդախություն, որը պատժվում է ավելի մեծ ազատազրկման ժամկետով։ Իշալ պատճառաբանությունը երբ եւս մեղադրանքի կողմը, ինչպես նաեւ վերջի վերջո դատական ակտով դատարանը հաստատված չհամարեցին, քանի որ բնապահպանական պետական տեսչությունը ստուգող կազմակերպություն է, ստուգման արդյունքում կազմվում է ստուգման ակտ, ստուգման ակտը կազմվում է հենց ստուգող խմբի կողմից, որի ղեկավարն է Արսեն Պետրոսյանը, այսինքն ստուգման ակտում արձանագրված թվային տվյալների պատասխանատուն հենց ստուգող Արսեն Պետրոսյանն է։ Առավել ևս, որ գործով նաև հաստատվեց, որ ցանկացած ստուգման ակտ նախ քննարկվել է տեսչության պետի Տիգրան Գրիգորյանի հետ, այնուհետև կազմվել է ստուգման ակտ, հարուցվել է բարույթ եւ վարչական պատասխանատվության ենթարկողն էլ եղել է նույն Տիգրան Գրիգորյանը, այսինքն նրանք այն պաշտոնյաներն են, ովքեր անց էին կացնում ստուգումներ եւ ովքեր պատասխանատվության են ենթարկում վարչական իրավախախտում կատարած համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Երևանի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով վճռեց.
Տիգրան Նորայրի Գրիգորյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման եւ գույքի 4-րդ մասի բռնագրավմամբ։ Արսեն Արգամի Պետրոսյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ մասի 2-րդ կետերով եւ դատապարտել 10 տարվա ազատազրկման եւ գույքի 1/2 մասի բռնագրավմամբ։ Եթե մարդիկ հասուն լինեին իրենց գործած մեղքերին կամ նրանց հետևանքներին ու ձգտեին դարձի գալ, զղջային ոչ միայն հոգին ավանդելիս, երբ ուզեն թե չուզեն վրա է հասնում զղջումը, այլև կյանքի ընթացքում ամեն ինչ հրաշալի կլիներ, սակայն կյանքը ընթանում է, ամեն ինչ չէ, որ հրաշալի է, մարդիկ ապրում եւ գործում են օրենքներով, գրված եւ չգրված, եւ այդ օրենքները խախտողները ստանում են իրենց համապատասխան համաչափ պատիժը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում պետության ու հասարակության շահերն անտեսող, իրենց պաշտոնեական դիրքն ու լիազորությունները չարաշահող մարդկանց բացահայտելու եւ պատժելու ուղղությամբ։